Ղրիմի օկուպացիան չճանաչելու մասին Վոլոդիմիր Զելենսկու խոսքերը վնասում են Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Ոչ ոք Զելենսկուն չի խնդրում Ղրիմը ճանաչել ռուսական տարածք, բայց եթե ուզում են Ղրիմը, ինչու դրա համար չէին պայքարում 11 տարի առաջ։ Զելենսկու նմանատիպ բորբոքված հայտարարություններն են, որ դժվարացնում են հակամարտության կարգավորումը։ Նա պարծենալու առիթ չունի, խաղաքարտեր չունի։ Ուկրաինայի համար իրավիճակը սարսափելի է։ Նա կարող է խաղաղություն ստանալ կամ պայքարել եւս 3 տարի, մինչև կկորցնի ամբողջ երկիրը։ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանն էլ Դոնալդ Թրամփը հայտարարել է, կարծում էր Վոլոդիմիր Զելենսկու հետ ավելի հեշտ կլինի պայմանավորվել, սակայն ստացվում է, որ հիմա Ռուսաստանն ավելի պատրաստ է կարգավորման։ ԱՄՆ նախագահը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում Սաուդյան Արաբիա այցից հետո հնարավոր է հանդիպի Վլադիմիր Պուտինի հետ։ Ես պարզապես ցանկանում եմ, որ պատերազմն ավարտվի, ֆավորիտներ չունեմ, ես գործարք եմ ուզում։ Ամերիկյան կողմը նաև մեղադրել է Վոլոդիմիր Զելենսկուն ԶԼՄ-ների միջոցով տարբեր ուղերձներ հասցնելու եւ բանակցությունների գործընթացը հանրային դարձնելու համար։ Դրանք պետք է ընթանան փակ դռների հետևում։ Զելենսկին կարծես սխալ ուղղությամբ է շարժվում։ Թրամփը հիասթափված է, նշել է Սպիտակ տան խոսնակը։ Եթե ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները ձախողվեն, Վաշինգտոնը կդադարեցնի միջնորդական ջանքերը, իսկ Ուկրաինան Ռուսաստանից ավելի խիստ պահանջներ կստանա։ Նման հայտարարությամբ էլ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարը։ Այս պատերազմը ռազմական լուծում չունի։ Անկեղծ լինենք, Ռուսաստանը չի պատրաստվում գրավել ամբողջ Ուկրաինան։ Ուկրաինան էլ չի կարող Ռուսաստանին հետ մղել մինչև 2014 թվականի սահմանները։ Մենք փորձում ենք հասկանալ Ուկրաինայի դիրքորոշումը։ Այժմ Ռուսաստանի մոտեցումն ավելի լավ ենք հասկանում, քանի որ 3 տարվա լռությունից հետո վերջապես խոսեցինք նրանց հետ։ Եթե ընդհանուր եզրեր չգտնեն, գուցե պետք է եզրակացնել, որ կողմերի դիրքորոշումներն այնքան հեռու են, որ խաղաղություն դեռ հնարավոր չէ։ Ստեղծված իրավիճակին է անդրադարձել Կրեմլի խոսնակը Դմիտրի Պեսկովի խոսքով Ուկրաինան պետք է չեզոք կարգավիճակ ստանա։ Տարածքների հետ կապված իրողությունն էլ պետք է ճանաչվի, իսկ ուկրաինական զորքերը դուրս բերվեն Ռուսաստանի մաս դարձած տարածքներից, շեշտել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Նա հավելել է, որ Վոլոդիմիր Զելենսկու հրաժարականը Մոսկվայի պահանջների մեջ չի մտնում։ Պեսկովը նաև նշել է, թե Մոսկվան, թե Վաշինգտոնը ռուս-ուկրաինական կարգավորման հստակ ժամկետներ չեն սահմանում, քանի որ դա տեղին չէ։ Վլադիմիր Պուտինը ուժեղ մարդ է, գնահատում է ուժեղներին եւ հարգում է Դոնալդ Թրամփին, քանի որ նա ուժեղ անհատականություն եւ քաղաքական գործիչ է։ Նրանք համամիտ են, որ երկխոսությունից հրաժարվելն աբսուրդ է։ Նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում, բանակցությունները պետք է արդյունավետ լինեն։ Միևնույն ժամանակ Պեսկովը նախազգուշացրել է, Ռուսաստանը կհասնի իր նպատակներին կամ խաղաղ կամ ռազմական ճանապարհով։ Վերջին ժամերին հույզերը շատ էին, սակայն Կիևը հուսով է, որ հնարավոր կլինի խաղաղության հասնել, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նա մեկնաբանել է 3 Լոնդոնում Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հանդիպումը։ Կողմերն արդյունավետ աշխատանք են կատարել, ամերիկյան կողմը ներկայացրել է իր տեսլականը, Կիևը եւ եվրոպացի գործընկերները իրենցը։ Ուկրաինան միշտ գործելու է իր սահմանադրության համաձայն, վստահ ենք, որ մեր գործընկերները, այդ թվում Միացյալ Նահանգները, վճռական որոշումներ կկայացնեն։ Զելենսկին իր գրառմանը կցել է Միացյալ Նահանգների 2018 թվականի Ղրիմի հռչակագիրը, որում Սպիտակ տունը վերահաստատել էր, որ չի ճանաչում Ղրիմի օկուպացիան եւ պարտավորվում է հավատարիմ մնալ այդ դիրքորոշմանը, քանի դեռ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել։ Դիվանագիտական լարվածությանը զուգահեռ բարդ իրավիճակ է մարտի դաշտում։ Կողմերը հայտարարում են տարբեր ուղղություններով առաջխաղացման մասին եւ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնում քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու համար։ Գիշերը Ուկրաինան կրկին ենթարկվել է անօդաչուների եւ հրթիռների զանգվածային հարձակման։ Մայրաքաղաք Կիևում բնակելի շենքեր են վնասվել, առնվազն 10 մարդ է զոհվել, 100-ը վիրավորվել։ Պայթյուններ են եղել Խարկովում, Սումիում, Զապորոժիեում, Ժիտոմիրում եւ այլ բնակավայրերում։ Դիանա Գասպարյան, լուրեր։